Հիմա ձեր իշխանությունը սովորա չէ, ամեն քայլափոխի գաղտնից է։ Սիրելի հայրենակիցներ, այսօր քննարկում է հեռուստատեսության ռադիոյի հանձնաժողովի անդամ Հակոբ Հակոբյանի հարցը։ Գործընկերներս երեք հատ դիտողություն են ինձ անում, ասում են Գեղամ հրահ չի, հրահեյա։ Բայց ուղղակի ես սովորել եմ հրահի, որովհետև հեռուստատեսության ռադիոյի ազգային հանձնաժողովի ձևավորման առաջին իսկ օրից աչքից առաջ է։ Պետք է անկեղծ ասեմ։ Տարիներ առաջ անգամ առաջարկ եմ ստացել դառնալ հրա անդամ, ընտրվել հրա անդամ։ Մերժել եմ երկու պատճառով, որտեղ իմ բնավորությամբ ես չեմ կարող սահմանափակվել այդ օրենսդրության մեջ ու ազգային ժողովում ասել, բա չեմ խոսելու այն ամեն ինչի մասին, որ կցանկանայի խոսել, երթումը տայ, փողը ստանայ, հետո սաղորը առավոտվանից գիշեր բոլոր հեռուստալիքներով խոսել։ Երկրորդը, որ ամենակարևորն է, ես չէի կարող որևէ պաշտոնի համար հրաժարվել Հայ-Հեղափոխական դաշնակցության անդամակցությունից։ 35 տարի եղել եմ դաշնակցական, կմնամ դաշնակցական։ 3-4 տարվա մեջ 4 կուսակցություն կյանքում չեմ փոխել եւ իմ կուսակցական ընկերները նույն ձև տվել են երթում, հավատարիմ եմ մնացել երթումի, եթե երթումը պաշտոն է եղել, բանտ է եղել, զրկանք է եղել, պատերազմի դաշտ է եղել։ Բայց այսօրվա քննարկումը իրականում դաշնակցության հետ կապ չունի։ ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի վարքի մասին է։ Ոչ թե մի հարցազրույցի, որ Հակոբ Հակոբյանը ունեցել է ու դաշնակցության մասին բան է ասել, մենք էլ նեղվել ենք։ Անգամ այստեղ, որ ասում եք, պարոն Հակոբյան, ես չեմ ատում դաշնակցությունը, Հակոբ Հակոբյանով չի սկսվել դաշնակցության ատողների շարքը, Հակոբ Հակոբյանով չի ավարտվելու։ Ձեր նախարար եղած ժամանակ հիշեք, քանի ատող ուներ դաշնակցությունը, քանի ատող, ձեր կարդացած գրքերի այդ ամբողջ պաշարների մեջ հիշեք ցարերից ու սուլթաններից սկսած քանի ատող ուներ ու հիմա քանի ատող ունի դաշնակցությունը։ Պարոն Հակոբյանը երկու օրվա մեջ իր խոսքում մի բառ շատ հաճախ օգտագործեց, դա ադապտացիան է, այսինքն բոլոր իրավիճակներում հարմարվելը։ Հիմա կոչանում դաշնակցություն հարմարվի այս վիճակին, հա հարմարվենք գլուխներս կախ, ասենք ինչ Արարածար, ինչ բան, ինչ հայրենիք, էսա ու վերջ, սահմանափակվենք։ Ուրախացար Արման Եղոյան, մի ուրախացի։ Ես քեզ հիշում եմ 20 թվականին Երկիր մեդիա հեռուստաընկերության այն մարտաշունչ վիճակը ու այսօրվա վիճակը։ Բայց պարոն Հակոբյանն ասում է ադապտացիա։ Նայեք, իրականում այստեղ մեր վեճը ոչ թե անձի մտավորականի հետ է, այլ հեռուստատեսության հանձնաժողովի անդամի, որը ոչ թե տեսակետ է հայտնել, այլ դարձել է քաղաքական իշխանության քարոզչական գործիք։ Նայեք, լոկ դաշնակցության դեմ չի, որ Հակոբ Հակոբյանը հեռուստաեթերում խոսել են բոլոր թեզերի մասին, որը ամեն առավոտ հելնում է Նիկոլ Փաշինյանն, ասում է, մեկ էլ այդ օրերին դե իշխանական քարոզչամեքենան ունի մի հատ ցուցակ, հմեկում կարելի է հանրակացարան սարքել, որ Պետրոս Ղազարյանի մոտ գնացողները մի անգամից մնան այնտեղ, երկու օր մեկ չգնան գա։ Նայեք, հիմա հարց պարոն Հակոբյանին, այն գարունում, կարող է այդ գարունում օրինակ վեճի նյութ դարձնեիք, որ հայոց ցեղասպանության թեման կոմունիստներն ու չեկան են փաթաթել մեր ժողովրդի վզին։ Հա, ունեցել եք տարբեր տեսակետներ, 80-ականներին հայ պոեզիայի, նախորդ դրա 20-30 տարվա հայ պոեզիայի նկատմամբ ձեր վերաբերմունքը, որ թերթերում բանավեճի նյութ է դարձել, դրա մասին չեմ խոսում, այն բոլոր հիմնարար հարցերի մասին, որ ձեր այդ նույն կաբինետներում նստած Մարգո Ղուկասյաններ, Վազգեն Սարգսյաններ, ձեր գլխավոր խմբագիրներ, այդ թեմաներով, թե ադապտացիան այդպես է։ Սիրելի հայրենակիցներ, այստեղ ազատ խոսքի, հայ մտավորականի խոսքի ճնշում ու սահմանափակում չի, ում գոնե դաշնակցությանը ազատ խոսքի, ազատ մտքի հետ կապած անիմն մեղադրանք մի արեք, որովհետև դաշնակցական մամուլը իր ամբողջ պատմության մեջ եղել է այդ հարթակը,
այնքան ազատ խոսք ա եղել, այնքան կուսակցության քաղաքականության հետ չհամապատասխանող խոսք ա եղել, որ տոննաներով այսօրվա քաղաքական իշխանությանը նյութ են տվել, առավոտվանից գիշեր դաշնակցության դեմ խոսալու համար վերցնում են դաշնակցական թերթից մի հատ հոդված են, մեջբերում ու վերջ, այս է դաշնակցությունը։